Նայեք, ցույց եմ տալի ժողովուրդ ջան, ոնց մշակեք խմորը, որ շատ եք գրում, շատ եք զանգում, հարցնում, ոնց անենք, ճաքում է, ծակվում է, ոնց պահենք, եթե խինկալի խմորը լավ մշակած չեղավ, էլաստիկ խմոր չեղավ, ինքը ճաքելու է։ Նայեք, ուրեմն պետք է փայլի խմորը։ Հիմա ինքը հələ պատրաստ չի։ Մի 5 րոպե մշակելուց հետո ձեր խմորը դառնալու է լրիվ էլաստիկ, փայլուն խմոր։ Այդ ժամանակ չի ծակվի։ Ոչ կծակվի, ոչ կճաքի։ Այսպես լավ պետք է մշակվի խմորը։ Մենք հիմա պատրաստում ենք էսի բյուրեղավանում, գալիս եք բյուրեղավան, համտեսում եք խինկալի լամաջով, պատրաստում ենք ձեր աչքի առաջ, բաց խոհանոցում։ Նախորդ զանգեք, որովհետև հերթ ալինում եւ երկար չսպասեք։ Հեսա նայեք, արդեն հասնում է փայլուն աստիճանի։ Սո նայեք, պատրաստ է։ Ուշադիր նայեք, ոնց է փայլուն խմորը։ Այսպես պետք է փայլուն խմոր լինի։ Էլաստիկ խմոր։ Եթե էսի չեղավ, ձեր մոտ չի ստացվելու։ Անպայման պատրաստեք այս տարբերակով։ Սո։ Հեսա։ Սենց էլաստիկ խմորով եք ստանալու խինկալիները։ Ուրիշ տարբերակով ձեր մոտ ճաքելու է, ծակվելու է։ Պետք է լավ մշակեք, մոտավոր մի 15-ից 20 րոպե ստանոկով պետք է մշակեք։ Խմորը որ ստանաք այսենց։ Ու ձեր մոտ կստացվի լրիվ իդեալական տարբերակով։ Խմորի ռեցեպտն էլ էջում կա։